Բարև ձեզ, սա բացարձակ արժեքն է, այսօր հյուրընկալել ենք Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին։ Բարև ձեզ, Տիկին Թուխիկյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Տիկին Թուխիկյան, արդեն 10 տարի է, ինչ Թումանյանի թանգարանի տնօրենն եք եւ ձեր հարցազրույցներում հաճախ զուգահեռներ են անցկացնում Թումանյանի եւ մեր ժամանակների միջև։ Ես կուզեի ձեզ հարցնել, ինչ է մեզանում փոխվել Թումանյանի ժամանակներից ի վեր, որովհետեւ մենք կարծես թե նույն հառաչանքով հառաչում ենք։ Շատ ճիշտ եք, ցավոք սրտի միակ բանը, որ փոխվել է Թումանյանի ժամանակներից մինչ այսօր, այն է, որ մենք այսօր Թումանյան չունենք։ Մնացած ամեն ինչը ցավալիորեն նույնն է եւ ինչպես այլի ցավալիորեն Թումանյանն ասում էր, մեր երկրում տարիներով ոչինչ չի փոխվում, բայց ինքը համեստություն է արել, պետք է որ դարերով ասած լիներ, գուցե եւ հազարամյակներով։ Երբ ասում ենք ոչինչ չի փոխվում եւ ակնկալում ենք փոփոխություն, ես այդ փոփոխության համար 3 ասպեկտ եմ դիտարկում սովորաբար՝ քաղաքացի, մտավորականություն եւ իշխանություն։ Այս կոնտեքստից անդրադառնալով մտավորականությանը, պետք է նշեմ, որ վերջին տարիներին նրանք ավելի ակտիվ են, տեսնում ենք իրադարձություններ, երբ նրանք կանգնած են հասարակության կողքին, սակայն գլոբալ առումով որևէ փոփոխության այս մտավորականություն, հասարակություն, այսպես կոչված համագործակցությունը չի հանգեցնում եւ ինչպես բռնկվում են, այնպես էլ հանդարտվում են, որն է խնդիրը։ Խնդիրը նա է, որ ցավոք սրտի դեռևս մեր պետության մեջ քաղաքացիական հասարակությունը դեռ ամբողջապես չի կազմավորվել եւ մտավորականությունն էլ այդ քաղաքացիական հասարակության մի անբաժանելի մասն է, որ օրենքով կամ չգրված անշուշտ օրենքներով պետք է որ այն լոկոմոտիվը լիներ, որ նախ կարթնացներ, հետո իր ետևից կտաներ։ Ըստ իս մտավորականը հենց քաղաքացիական դիրքորոշում ունեցող, ընդհանրապես որևէ դիրքորոշում ունեցող մեկն է, այլ ոչ թե հնազանդվող մեկը։ Ես վստահ եմ, որ որքան էլ իդեալական իշխանություններ լինեն որևէ պետության մեջ, մտավորականությունը հենց այն շերտը կամ խավը պետք է լինի, որ միշտ ընդդիմանա, այսինքն միշտ քննադատաբար նայի, որովհետև ի վերջո յուրաքանչյուր մարդուց սկսած մինչև յուրաքանչյուր պետություն նպատակը կատարելության հասնելն է պետական կառավարման մեջ, անհատի աճի զարգացման առումով։ Մեզ մոտ այդ քաղաքացիական հատկապես երիտասարդներն են այսօր մեր լոկոմոտիվը եւ դա հրաշալի է, երիտասարդներ, ովքեր այլ կերպ են մտածում, ովքեր կաշկանդված չեն նախկին հպատակություններով, ոչ օսմանյան հպատակներ են եղել, ոչ ռուսական հպատակներ են եղել կամ սովետական, բայց այդ երիտասարդներին կան տեխնոլոգիաներ այդ երիտասարդներին ողնաշար երիտասարդների կոտրելու, նրանց վախեցնելու, բայց ինչքան որ տեսնում ենք, նրանք պինդ կանգնած են եւ մտավորականները որոշ շերտեր իմիջայլոց արձագանքում են հենց երիտասարդներին, ոչ թե մտավորականներն են իրենց հետևից տանում, այլ երիտասարդն, այո, հակառակ process-ն է եւ ինչ որ առումով սա լավ է, ուրեմն դիալեկտիկան սա է պահանջում։ Այդ ընթացքում իհարկե ջրի երես են դուրս գալիս մտավորականներ, այսպես ասած, ովքեր իրենց ցույց տալու համար, սելֆիների եւ այլնի, անգամ դրանք չեն խորշում ռազմական իրադարձությունների ժամանակ իրենց ցույց տալ իբր, չգիտեմ ինչ է, բայց հասարակությունը այդքան էլ տխմար չի եւ պետք չի թերագնահատել, բոլորն էլ շատ լավ ամեն ինչ հասկանում են եւ հոգու խորքում գնահատում։ Այսինքն երիտասարդությունը այն ուժը, որի հետ դուք ավելի լավ ապագա ունենալու հույսերը կապում։ Միանշանակ, անշուշտ։ Միանշանակ երիտասարդությունը, պարզապես շատ կուզենայի, որ այդ իմ ասած երիտասարդությունը, որտեղ տարբեր են երիտասարդության մեջ շերտերը տարբեր են, նրանք երբևէ ելեմ ասում չկքվեն, չվախենան, որովհետև գրեթե ամեն տեխնոլոգիա օգտագործվում է Հայաստանը մաքրելու այդպիսի մտքից պայծառ լուսավոր երիտասարդներից մաքրելու արտագաղթել տալով նրանց ստորացուցիչ պայմաններ առաջարկելով սոցիալական եւ այլն բայց այո իհարկե մի սերունդ անկախական սերունդ որը չի էլ հասկանում, թե ինչ է նշանակում լինել հպատակ։
Դուք ասում եք, որ ունենք հասարակության ողնաշարը ուղղելու եւ չթողնելու, որ կոտրեն այդ ողնաշարը, բայց ինչ ճանապարհով, այնուամենայնիվ որքանով որ տեսնում ենք հաջողվում է ու շատ հաճախ է հաջողվում։ Կոտրելը։ Այո։ Այո։ Ողնաշարը ստացվում է կոտրել, որովհետեւ գիտեք, այդ կոտրողները շատ զորավոր դպրոց են անցել կոտրելու տասնամյակների եւ կայսերական դպրոց անցած են կամ թուրքական դպրոց անցած են կամ չգիտեմ ռուսական, սովետական դպրոց անցած են, այսինքն իրենք շատ կայացած են։ Դրա համար բարդ է այդ մոնոլիտ, այո, այդ մոնոլիտ ուժի դեմ շատ դժվար է պայքարելը կամ շատ դժվար է դրան դիմակայելը, անգամ եթե չես ուղակի, հա, չէ։ Բայց այստեղ միտքը պիտի հաղթի։ Այսինքն մենք կոտրվում ենք էմոցիաներով, երբ որ մեզ ճնշում են հոգեբանորեն եւ մեր զգացական մակարդակում մենք կոտրվում ենք, հուսահատվում ենք, դեպրեսիաների մեջ ենք ընկնում, բայց եթե միտքը մեր սթափ է, միտքը կոտրել հնարավոր չի։ Եթե շատ ամուր ես քո պատկերացումների մեջ, քո բարոյական տեսակի մեջ դու շատ կայուն ես, ուրեմն մոնոլիտ լինի, ռուս լինի, թուրք լինի, սովետական լինի, բոլշևիկյան լինի, հայկական նեոբոլշևիզմ լինի կամ հին բոլշևիզմ լինի, ոչ մի բան չի օգնի։ Արվեստագետները այսօր շարժումներ են ստեղծում եւ այդ շարժումներով են փորձում աջակցել հասարակական իրադարձությունների ճիշտ զարգացման օրինակ։ Մենք ունենք հոգեվոր Հայաստան եւ արդար Հայաստան շարժումները վերջինի պարագայում։ Մենք տեսանք, որ ընտրությունները վերահսկելու համար Սփյուռքից բավական հայտնի արվեստագետներ եկան Հայաստան, սակայն նրանց գործոնն էլ կարծես թե չօգնեց եւ մենք ունենք այն, ինչ ունենք։ Գուցե խնդիրը հենց մեր մեջ է, մեր ինքնաճանաչման ու գիտակցության պակասի մեջ։ Դուք շատ ճիշտ եք, հենց դրա մեջ է, բայց նաև կուզեի ասել, որ առաջին իսկ քայլով հնարավոր չէր բան փոխել։ Բայց այն փաստը, որ այդ մարդիկ Սփյուռքից եկան եւ ընտրություններին այսպես կողքից հետևելու, դա մի բան էր, որ միջի այսօր չէր եղել։ Այսինքն երբեք չի կարելի մտածել, որ հենց առաջին իսկ հարվածով, այո, առաջին իսկ փորձը պետք է հաջողության հասնի։ Անկամ սիրահարության ժամանակ այդպես չի լինում, չէ՞։ Այնպես որ սա կձևավորի հուսամ, որ ավանդույթ եւ սրա ամենամեծ կարեւորություն կամ նշանակությունը նա է, որ Հայաստանը կամ հայությունը կամաց կսկսվի դիտարկվել իբրև մեկ մարմին, մեկ ամբողջություն, ոչ թե Սփյուռք եւ Հայաստանաբնակներ, այլ մեկ հայություն, մեկ ամբողջականություն, պարտադիր չի, որ բոլորը ապրեն Հայաստանում, պարտադիր չի, որ հենց վաղը բոլորը ճամպրուկները հավաքեն եւ տեղափոխվեն Հայաստան, բայց ամեն մեկը որևէ մի կերպով կարող է վերակերտել այդ Հայաստանը, որ բոլորիս երազանքն է։ Այնպես որ առաջին քայլը շատ լավ էր, շատ կարևոր էր, միշտ այդ քայլը պիտի արվի։ Ես մի բան կուզենայի հիշեցնել, որ մեր հասարակությունը ինչպես մի պահ ընդդիմացավ սխալ հասկանալով, կարծեմ Էգոյանն էր, որ ասաց, թե պետք է կրթվի Հայաստանի հասարակությունը։ Գուցե նրա անգլերենը սխալ թարգմանվեց։ Գուցե։ Այո, որովհետև նա ոչ թե այդ մանկավարժական կրթությունը նկատի ուներ, այսինքն պետք է դաստիարակենք, չգիտեմ ինչ, այլ ուրիշ բան նկատի ուներ, որ պետք է վերանայի Հայաստանաբնակ հայությունը իր հենց ինչ որ դուք ասում եք հայացքները եւ գաղափարները, իսկ դա հնարավոր է միայն ինֆորմացիայի միջոցով, այսինքն Էգոյանը ըստ իս ասում էր, որ դրսի փորձառությունը քաղաքացիական հասարակություն ունեցող երկրներում ապրող դեմոկրատական նորմալ մարդասիրական երկրներում ապրող հայերը կարող են իրենց փորձի փոխանակությունը անել, փորձի փոխանակում անել հայաստանցիների հետ, որոնք միշտ ապրել են հպատակության տակ, նորից եմ կրկնում։ Այսինքն նա դա նկատի ուներ, ոչ թե դա սովորեցնելը հայաստանցիներին։ Մի քիչ հիվանդագին ընդունվեց, շատ իզուր։ Գուցե այս ամենը շատ հեշտ շտկվի, եթե մենք ունենանք համապատասխան ձեր բառով եմ ուզում ասել վերնախավ կամ չգիտեմ մի իմաստուն առաջնորդ, ու մեր խնդիրները շատ ավելի հեշտ ու արագ լուծվեն։
Դե ցավոք սրտի այդ առաջնորդը չկա, այսօր չկա ոչ Թումանյան կա, ոչ ասենք Վազգեն առաջին վեհապար կա։ Գուցե հիմա ժամանակներ, ես չգիտեմ, ասենք քաղաքագիտական դաշտում կամ գիտության մեջ ինչպես է հիմա, գուցե իրոք հիմա առաջնորդների ժամանակներն անցել են։ Հիմա պետք է քաղաքացիական հանրույթ, գուցե այդպես է, դրա համար էլ երևի չկան չեն ծնվում կամ, չգիտեմ, վստահություն չկան, թա գուցե կան, բայց վստահությունը չկա, գուցե այդ մարդիկ թաքնված են, որովհետև էլի չեն վստահում ոչ մի կողմին, ոչ հասարակության են վստահում, ոչ ու այդպես էլ չի ձևավորվում մեր պատկերացրած վերնախավը։ Բայց ըստ իս, նորից եմ ասում, մեր վերնախավը առողջ երիտասարդներն են ու նրանց ձեռքերում է ամեն ինչ, նրանք շատ հզոր պիտի լինեն եւ առաջ գնան։ Շուտով իր աշխատանքներն է սկսելու 6-րդ գումարման ազգային ժողովը։ Ինչ ակնկալիքներ ունեք, որևէ փոփոխություն այս ասպեկտից սպասում եք։ Ճիշտ ասած, չեմ սպասում, որովհետեւ այն գունապատկերը, այսպես ասած, որ կա, ըստ էության գունապատկերը չի, այնտեղ երկու գույն կա ընդամենը։ Այն մի գույնը բավական քիչ մանդատ ունի, որպեսզի կարողանա ինչ-որ բաներ փոխել կամ, բայց մի բան հաստատ կկարողանա անել, ինչպես եւ անում էր նախորդ գումարման ժամանակ, այդ դաշինքի մեջ գտնվող անդամներից մի քանիսը, ովքեր նորից կան այստեղ, հիմա համենայնդեպս նրանք շատ ակտիվ էին նախորդի ժամանակ, գուցե շատ փոքր, բայց կարևոր բաների հասան, եթե ոչ 100%-ով, բայց ինչ-որ բան փոխեցին, կոտրեցին, գոնե հանրայնացրեցին շատ կարևոր փաստեր, որ թաքնված էին մեզնից հասարակությունից, այսինքն մեր աչքերը բացվեցին այդ, ասենք, 2-3 հոգու շնորհիվ։ Հիմա նրանք ավելի շատ են եւ այդ առումով գուցե նրանց ձայնը ավելի լավ կհնչի, ավելի բարձր կհնչի եւ ավելի շուտ տեղ կհասնի եւ ավելի շատ մարդկանց ուղեղներում ինչ-որ բան կփոխի, բայց որ տեղում, ասենք, օրենքների ընդունման առումով, չգիտեմ, այնտեղ հիմա փոփոխություն կա, ես լավ չեմ տիրապետում, քանի 1/3-ով, չգիտեմ, 2/3-ով այդպես կարևոր փաստաթղթերը կամ օրինագծերը կամ ինչ-որ բաներ պիտի անցնեն, ընդունվեն։ Հիմա եթե այս 9 հոգին մենակ, ես չգիտեմ քանի տոկոսն է արդեն կազմում, բայց սա էլ է առաջին քայլ, այսինքն եթե մենք ընդունում ենք, որ կամ համոզված ենք, որ միայն ընտրություններով պետք է որևէ բան փոխվի Հայաստանում, շատ լավ կլիներ, որ այդպես լիներ, իհարկե ուրեմն պիտի համբերենք, դիմանանք մինչև հաջորդ ընտրություն, տեսնենք կամ եթե արտահերթ ընտրություն կլինի, չգիտեմ, որևէ մեկս չգիտենք ինչ իրավիճակ կստեղծվի Հայաստանում, Հայաստանի ներսում, Հայաստանի շուրջ գտնվող աշխարհում, որոնք կարող են իրենց ազդեցությունը թողնել մեր կյանքի վրա։ Պիտի համբերությամբ սպասենք, 4 տարին մեկ պիտի շատ ավելի ազնիվ ընտրության գնանք, բայց այս անգամ հակառակը եղավ։ Ձեր ոլորտին անդրադառնալով ուզում եմ հարցնել, որքանով է առօրյա հոգսերով տարված, սոցիալական անարդարությամբ շրջապատված քաղաքացին ժամանակ գտնում թանգարան այցելելու համար։ Պատկերացրեք, ժամանակ գտնում է, որովհետև այդ անարդարությունից նա մի օազիս է փնտրում դուրս գալու համար եւ այդ օազիսը բարեբախտաբար նաեւ մեր թանգարանն է, Թումանյանի թանգարանն է, որովհետև այնտեղ Թումանյանն է, Թումանյանի միտքն է, Թումանյանի ոգին է, մեր ջանքերն են, մեր աշխատակազմի ջանքերն են, որ այդ ամենը ավելի հետաքրքիր եւ գրավիչ ներկայացնենք այդ օազիս փնտրողներին գտնում են։ Այսօր ինչ ծրագրեր են իրականացվում կոնկրետ այս ժամանակահատվածում, ինչի վրա է աշխատում թանգարանը։ Հիմա մենք շատ բուրըն աշխատում ենք Պինոքիոյի, շատ տարօրինակ կթվա թե ինչ կապ ունի Թումանյանի հետ, Կարլո Կոլոդի Պինոքիոյի արկածները հեքիաթին ենք նվիրում մի ամբողջ ամիս, մայիս ամիսը, ամբողջ ամսվա ընթացքում գրեթե ամեն օր ինչ-որ մի իվենթ պետք է տեղի ունենա, ոչ միայն մեր թանգարանում, այլև Հայաստանի տարբեր մարզերում։
Մեր նպատակը ընթերցանության խրախուսումն է եւ ժամանակն է, որ մեր երեխաները նաեւ ծանոթ լինեն համաշխարհային մանկապատանեկան գրականությանը։ Ընտրել ենք Պինոկիո նախ եւ առաջ, որովհետեւ Պինոկիոն ինքնին շատ տիպական հերոս է իր արտաքինով, չէ՞, այդպիսի երեխաների համար գրավիչ է։ Եվ այո, իր ինքը շատ այսպես արտաքինից երբեք չես շփոթի ուրիշ մեկ հերոսի հետ։ Բացի այդ դա այնտեղ շատ հետաքրքիր ուղերձներ կան հեքիաթի մեջ, հեղինակի կողմից արված, որոնք կարծում եմ շատ հետաքրքիր կլինի քննարկել թինեյջեր, երիտասարդների, դեռահասների եւ երեխաների հետ։ Եվ տեսնենք ուր ենք գնում։ Այնպես որ հիմա մենք Պինոկիոյով ենք զբաղված, բայց մեր իհարկե գերական նպատակը նա է, որ Թումանյանի հերոսները եւս ծանոթացվեն իտալացի բալիկներին, հենց Տոսկանայի, որտեղ հենց հեղինակն է ծնվել Իտալիայում։ Հիմա այսպես կապեր ենք հաստատում Իտալիայի հետ, տեսնենք ինչ կլինի։ Այսինքն մեր նպատակը Թումանյանին հանրահռչակել, ռոպագանդանել Եվրոպայում, Իտալիայում մասնավորաբար։ Տիկին Թուղիկյան, դուք մշակութային գործիչ եք ու այս ոլորտում գործունեություն ծավալողը լավագույնս է զգում ղեկավարության աշխատանքը։ Մենք արդեն 6 ամիս է ինչ մշակույթի նոր նախարար ունենք։ Ինչպես կգնահատեք նրա աշխատանքը։ Գիտեք ինչ, 6 ամիսը շատ երկար ժամանակ չի, բայց որոշ ուրեմն հանգրվաններում ակնհայտ արդեն արդյունքները կան, հենց միայն համահայկական նվագախմբի փաստը արդեն կայացած է, ամսի 24-ին առաջին համերգը։ Ես այդ նվագախմբում ծանոթներ ունեմ, որ դրսից են եկել եւ իրենք իրապես շատ ոգևորված են։ Նրանք հիմնականում Հայաստանից գնացած են, այսինքն նաեւ Հայաստանից գնացածներ կան, նրանց համար սա շատ հրաշալի առիթ է։ Այն ինչ որ գիտեք, նոր նախարարը բավական այսպես ինքը էսթետ է իր էությամբ, գեղագետ է, այսպես ասեմ, եւ հուսամ, որ այդ իր էսթետիզմը, գեղագիտությունը անպատճառ օգտակար կլինի մշակույթի որևէ ոլորտի զարգացման համար։ Տեսնենք, ժամանակ ամեն ինչ ցույց կտա։ Տիկին Թուղիկյան, հաղորդման ավարտին ես միշտ ավանդական հարց ունեմ, որ հնչեցնում եմ հյուրերի համար, ո՞րն է ձեր բացարձակ արժեքը։ Ինձ համար ո՞րն է բացարձակ արժեք։ Մարդը, ազատ մարդը։ Որովհետև մարդուց բարձր, մարդուց դուրս, այսինքն ինչ կա։ Եվ լավ կլիներ, որ մարդը իբրև բացարձակ արժեք դիտարկվեր նաև իշխանությունների կողմից որևէ երկրում, որտեվ եթե դու չես ընկալում քո ժողովրդին կամ քո հասարակությանը իբրև անհատապես յուրաքանչյուրին եւ հավաքականապես իբրև բացարձակ արժեք, որևէ հաջողություն չես կարող գրանցել։ Դու կդառնաս կամ բռնապետ, կամ դա կլինի ավտորիտար պետություն կամ տոտալիտար պետություն, ինչպիսին մենք հիմա տեսնում ենք շրջապատում, եւ ցավոք սրտի Հայաստանում եւս մարդը ոչ միայն բացարձակ արժեք չի, ընդհանրապես արժեք չի, եւ դա ժառանգություն է սովետական շրջանից։ Տիկին Թուղիկյան, շատ շնորհակալ եմ հաճելի զրույցի համար, իսկ ձեզ հիշեցնեմ, որ այսօր բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում հյուրընկալել էինք Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուղիկյանին, եւ վերջում հաղորդմանն աջակցելու ու իմ արտաքին տեսքն ապահովելու համար շնորհակալություն եմ հայտնում Ագա Քանքանյան Image Studio-ին։ Image Studio, որտեղ կընդգծեն ձեր գեղեցկությունը։ Հասցե Իսահակյան 14։ Հագուստը տրամադրել է Աբովյան 38 հասցեում գտնվող Նեկա բուտիկը։ Ես Անի Միրաքյանն եմ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։